Երկաթյա հիմքով եւ թիթեղով կառուցված այս նեղ անմխիթար կամրջով մի քանի տասնամյակ շարունակ ապարանի ամենաշատ բնակեցված թաղամասերից երեխաները հաճախել են երկրորդ դպրոց։ Հիմա քաղաքը հրաժեշտ է տալիս դարն ապրած կամրջին, փոխարենը ոչ միայն նոր, նաեւ մեքենաների համար անցանելի բետոնե հիմքով կամուրջ է կառուցվել, այլև հիմնովին նորոգվել է դպրոցի հարակից ճանապարհը։ Քաղաքապետ Եղիազարյանը այս աշխատանքները ամենօրյա ուշադրության կենտրոնում էր պահում։ Ապարանում ցանկացած մեծամասշտաբ միջոցառում կամ քաղաքի մեջտեղով անցնող միջպետական ճանապարհին ցանկացած պատահար կարող էր կաթվածահար անել երթևեկը։ Այդ խնդիրը եւս վերջնականապես լուծվում է, նորոգվում է այլընտրանքային ճանապարհը, շատ շուտով շահագործման կհանձնվի եւ վարորդները հեշտությամբ, առանց մեծ փոսերում մեքենաները վնասելու, կարող են շրջանցել հրապարակը։ Խոշորացված համայնքի մեկ այլ Շենավան բնակավայրում պատրաստվում են նորոգել մշակութային գլխավոր կառույցի դիմացի եւ վիետնամասի մեծ պատուհանները։ Մեկնարկից առաջ Կարեն Եղիազարյանը տեղում է ծանոթանում շինարարների պլանավորմանը, առարկություններ ունի։ Խաղերը հավաքեն, որ միջանցքն էս իդեալական աշխատի։ Հետո որ մեծ տարել են կանոն արդեն շենքը կփրկեն։ Միայն ապակիները նորոգելով շենքի խնդիրները չեն լուծվի, ասում է քաղաքապետը։ Տեղում հանձնարարում լուծել նաև սարսափելի վիճակում գտնվող առաստաղի հարցը։ Տարիներով նորոգման երես չտեսած շենքի ներսում նաև տուֆի սալիկներն են թափվում, վտանգելով այցելուներին։ Ճարտարապետական տեսքը չպետք է տուժի, բայց սալիկները պետք է ամրացվեն, ասում է Եղիազարյանը։